Արարատի մարզի Մղջյան գյուղի դպրոցում պայթած նարկոսկանդալից հետո ծնողները վախենալով են իրենց երեխաներին ճանապարհում դպրոց։ Քրիստափոր Ալավերդյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցածը կրիմինալ հանցագործություն է, ասում են գյուղացիները։ Բոլորն էլ մեղավոր ճանաչվում են, որովհետև ուշադրության թերացում է։ Նայեք, դպրոցական երեխեք են։ Դասի ժամը։ Դասի ժամին բարձր դասարանցիները փողոցներում են պտտվում։ Հաճախ են գյուղացիները նրանց բռնացնում այս ու այն պատի տակ ծխելուց։ Ծնողն էլ գիտի, թե երեխան դպրոցում է։ Գալիս են դպրոց, ավելի ճիշտ, ժամը 9:30 արդեն դուրս են գալի փողոցները, պապիրոզները ձեռքերը, ասում ես, ինչ եք ծխում, իրանք նորից շարունակում են, ծխում են ու երեսները թեքում են, պահում են պապիրոզները, ժամը 9-ին երեխեքը դպրոցից 9:30 դուրս են գալի, չէ որ ծնողներն ուղարկել են 9-ից մինչև առնվազն ժամը 3-ը, երեխաները պատասխանատվությունը դիրեկտորի վրա է, դպրոցի վրա է։ Սպիտակ փոշի, կախվածություն, փողի գողություն։ Մղջյանում պատմում են, որ 4-րդ դասարանի 2 աշակերտ հենց այս կործանար աշխատայի մեջ է հայտնվել, երբ բարձր դասարանի մի քանի տղաներ նրանց կապկպել են դպրոցի զուգարանում ու ստիպողաբար սպիտակ փոշի տվել։ Դրանից հետո ըստ գյուղում պտտվող շշուկների երեխաների մոտ կախվածություն է առաջացել ու նրանք սկսել են փող գողանալ տնից։ Ինչ որ պապիկի համար փող են հավաքել, որ բան ամեն աշխատում են իհարկե ծնողները, շատ լավ մարդիկ են, խելացի, որ օպերացիայի տանեն, են էլ փողը պակասել է, ընդհանուր խոսակցություն ա եղել տան մեջ, ոնց հայ փողը ինչի ա պակասել, այնտեղ երևի ասել է ես եմ վերցրել, ինչի ես վերցրել, բայց բարձր դասարանցի այս տղաներն են, իմ պերերևի փողերն են վերցնել միշտ իմ ձեռքից, տարել եմ տվել եմ, որ նորից տան, բայց թե ում տան, ինչի համար տան։ Քննչական կոմիտեն հաստատել է Մղջյանի դպրոցի գործով կան 4 մեղադրյալներ, որոնցից մեկը անչափահաս է։ Մեղադրյալներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Բոլորին ուղարկել են տոքսիկաքիմիական փորձաքննության, պարզելու ինչ է եղել այդ սպիտակ փոշին։ Պետք է թմրանյութի տարածումը կանխարգելվի Հայաստանի Հանրապետության սահմաններից։ Եթե Հայաստանի Հանրապետության սահմաններից այս կողմ չանցնեն այդ թմրանյութերը, չէ որ այդ թմրանյութերը չեն արտադրվում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Եթե սահմանից այս կողմ չանցնի թմրանյութը տարածում այդպիսով չի ունենա։ Իրավապաշտպանը վստահեց, սա միակ զարհուրելի դեպքը չէ հանրակրթական դպրոցներում, սա առաջինն է, որ ջրի երես դուրս եկավ։ Հայաստանում օգտագործվում է դա։ Մհեր Կարագոզյանը նկատում է, որ Հայաստանում ողբերգական է իրականությունը։ Երեխաները դառնում են թմրանյութի սպառողներ, քանի որ պետական վերահսկողություն չկա։ Արդյոք դպրոցի այն հատվածներում, որտեղ երեխաները մնում են աննկատ, ինչու չեն պատշաճ կերպով վերահսկվում։ Ցավալի մտահոգիչ է, որ ով գիտի, գուցե մյուս դպրոցներում էլ կան նմանատիպ իրավիճակներ, որոնք դեռևս չեն բացահայտվել։ Փաստորեն դպրոցները թիրախավորված են, այսպես ասած, նարկո բարոնների կողմից եւ ինչ է անում պետությունը այս հարցում, հա։ Բացահայտելը այն էֆեկտը չունի, ինչ որ կանխարգելելը։ Սկանդալային դեպքից հետո մայիսի 16-ին Մղջյանի դպրոցի տնօրեն Քնարիկ Մաթևոսյանը հրաժարական է տվել։ Տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Մելինե Ոսկանյանը։ Նա 7 տարի աշխատել է այդ դպրոցում։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան և Սմբատ Ասլիկյան, Հայլուր։